Բարի երեկո, եթերում ուրվագիցներ, ես Պետրոս Ղազարյանն եմ։ Սիրելի այսօր մեր երկրում տոնական օր է, դուք գիտեք, որ հունվարի 28-ը մեր բանակի կազմավորման օրն է։ Ես հիշում եմ ինքս բանակում մենք շատ ուրախությամբ ենք սպասում այդ օրվան, դեռևս 1997-98 թվականներին այդ օրը մի տեսակ ուրիշ ձև էր, չնայած մենք չէինք գիտակցում, թե տոնի ողջ խորությունը, նշանակությունը, բայց շարքային զինվորների համար, հրամանատարների համար լրիվ ուրիշ օր էր, մենք շնորհավորում ենք բանակում ծառայած եւ ծառայող բոլոր զինվորներին, մաղթում ենք խաղաղություն սահմանը մեր հսկող զինվորներին։ Այսօր գովազդային կարճ եւ թանկ վայրկյանից հետո մենք կզրուցենք Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի հետ, կփորձենք հասկանալ այսօրվա իրավիճակը ռազմական ճակատում եւ կխոսենք նաեւ բնականաբար մեր բանակի հետագա անելիքների մասին։ Այսպես հերոստատողներ մենք այսօր զրուցել ենք բնականաբար բանակի եւ Ղարաբաղյան ճակատում ստեղծված իրավիճակի մասին։ Մեր հյուրը Ժիրայր Սեֆիլյանն է, բարեկո պարոն Սեֆիլյան, շնորհակալություն մեր հավի ընդունելու համար։ Պարոն Սեֆիլյան, եթե նայում ես մեր ինստիտուտներին պետական, ակնհայտ է, որ ամենակենսունակ ինստիտուտը կայացած, որ իր առջև դրված խնդիրները լուծումը եւ հասարակության ակնկալիքները բավարարումը բանակն է։ Բայց գիտեք, սա մի կողմից լավ է, մի կողմից այդքան լավ չի, հա, սրանից պետք է ուրախանալ, թե հակառակը։ Այո, դուք ճիշտ եք, մինչև իմ խոսքը սկսելը, ես կուզեի առիթից օգտվելով շնորհավորել մեր ժողովրդին այսօրվա տոնի կապակցությամբ, միաժամանակ շեշտելով, որ այսօրվա մեր պետության կառավարման համակարգում միակ մնացած հաստատությունը, որը դեկորատիվ չի, դա հայկական բանակն է։ Մնացած հաստատությունները բոլոր ամբողջությամբ ձև են։ Անշուշտ, որ այս օրերին ինչ կատարվում է սահմանում, դա պատահական չէ։ Ես ավելի շատ այդ կատարվածը փորձեի վերլուծել այսպես, դա հարձակում չէ մեր սահմանների վրա, հարձակում չէ մեր երկրի վրա, ավելի շատ հարձակում է մեր բանակի վրա։ Քանի որ բանակը մեր հարձակում բանակի վրա։ Այո, ուրեմն քանի որ մենք գտնվում ենք օրասական օրեր, այսինքն մեր իշխանությունը ամբողջությամբ զիջելու շեմին ենք գտնվում մենք եւ այս օրերին միակ հաստատությունը, որ կարող է այդ երևույթը կանխել, դա հայկական բանակն է եւ ես պատահական չեմ համարում օգոստոսից սկսած, այսինքն մի տարի առաջ երբ մենք մտանք ԵԴՄ մտնելուց հետո ինչ որ ժամանակ հետո սաստկացավ մեր սահմաններում դեղի ունեցած անցուդարձերը։ Նպատակը թույլատնելն է բանակը, նպատակը բարոյալքելն է բանակը, նպատակը ժողովուրդ բանակ սեփ խրելն է, որի արդյունքում անշուշտ օդարի կորձը հեշտանալու է եւ ամբողջական ուղիղ կառավարումը իրականացնելու նպատակով։ Կուզեմ ասել, այո, այսօր դոն է, բայց միաժամանակ պիտի գիտակցենք, որ ինչպիսի օրեր ենք ապրում մենք եւ ինչքան մեծ է թերը մեր բանակի, այսինքն մեր բանակի առաքելությունը, եթե Արցախյան ազդամարտում հստակ էր ինչ է, որը բադվով կատարեց եւ մենք ունենք այսօր ազդակրված Արցախ, եթե խաղաղ պայմաններում ոչ այնքան էլ խաղաղ կարող ենք ասել, նույնպես կարողացավ բադվով կատարել իր առաքելությունը, ապա այսօր ավելացել է բանակի ուսերի մի նոր առաքելություն, դա մեր երկրի իշխանության պահպանումն է։ Ուստի գիտակցելով այս ամբողջը մենք պետք է քուր կուրանք մեր բանակին։ Մեր բանակի ուժեղ եւ թույլ կողմերը որոնք են։ Մեր բանակի թույլ կողմը այն է, որ մենք այնպես էլ չկարողացանք խաղաղ պայմաններում կատարել այնպիսի արմատական փոփոխություններ, այսինքն մեր բանակը այսօր ինչ որ չափով իներցիայով շարունակվել է սովետական բանակի կառուցվածքը, կանոնակարգը, նիստուգացը, անշուշտ դա որովհետև սովետական բանակը կայսերական բանակ էր։ Մեր բանակը պիտի չի լինի կայսերական բանակ, մենք կայսրություն չենք։ Մեր բանակը ավելի շատ մի մեծ ընտանիքի պիտի նմանվի։ Ուստի ելնելով մեր երկրի աշխարհագրական առանձնահատկությունները, մեր ժողովրդի, մեր ազգի առանձնահատկությունները, ըստ այդմ մենք պետք է վերացվենք եւ ձևը եւ բովանդակությունը։ Ճշմարտաբար այս իմաստով մեծ աշխատանքներ չեն կատարվել, կարծում եմ, որ թույլ կողմը դա է, որի
միջայլոց արդյունքում է, որ այսօր զորօրինակ ինչ մարտավարությամբ որ մենք գազագերբում ենք մեր պաշտպանությունը սահմանակցում, դա եւս ես կարծում եմ, որ այսպես ասած սովետական ուստավի հետևանք է, որը հանկիստ կարելի է ցերպազատվել այդ մարտավարությունից եւ որտեղեր բոլորովին այլ մարտավար, որի արդյունքում մենք ունենայինք շատ ավելի քիչ վնասներ։ Անշուշտ ես չեմ բացարձակացնում, դեղի ունեցել է մանավանդ վերջի 5-6 տարիների ընթացքում առաջի գծում բավական փոփոխություններ եղել են, բայց այդպես էլ գլխավոր փոփոխությունը, որ մենք սպասել ենք, տեղի չունեցել։ Գլխավոր փոփոխությունը պիտի լիներ այն, որ նախ եւ առաջ զինագործիչները, այսինքն 18-20 տարեկան երիտասարդները այս պայմաններում ընդհանրապես առաջի գծից պետք է դուրս լինեն։ Մենք պետք է գիտակցենք, որ խաղաղ պայմաններում 18-20 տարեկան երիտասարդ գործնելը դա մեծ կորուստ է։ Մենք պիտի գիտակցենք, որ դա գենոֆոնդի այս տարի մոտ 1 տասնյակ։ Այո, այս ամբողջից խուսափելու ձևեր կան։ Մենք օրին այդ մասին տարիներ առաջ մեր խոսքը բարձրացնել ենք, այսօր լինելով բանակից դուրս, սակայն ունենալով շփում բանակի կարևորագույն անհատների հետ մենք մեր առաջարկությունը եւս կրկնում ենք, հուսով եմ ուշ թե շուտ պիտի որթեքրվի այն պաշտպանական մեխանիզմը, որի արդյունքում նախ եւ ինչպես ասեցի, պետք է զինագործիչները դուրս լինեն առաջի գծից, որի արդյունքում առաջի գծում մարտականակը շատ ավելի քիչ է լինելու, քան այսօր որ է եւ ավելի պրոֆեսիոնալ։ Անշուշտ։ Սակայն այս ամբողջի մասին կարելի է խոսել, այսինքն գազագերբչականի եւ նյութական ռեսուրսների մասին միշտ էլ կարելի է խոսել, միշտ էլ կարելի է կատարելագործել։ Սակայն ես կարևորագույնը դա չի, կարևորագույնը ես համարում եմ քաղաքականն է։ Այսինքն եթե այսօր բանակը ինչ որ բաներ չի կարողանում անել, դա քաղաքական պատճառով է, որ չի կարողանում անել։ Իմ համոզմամբ մեր երկրում այս վերջի 15-20 տարիներին քաղաքական ղեկավարությունը չի պատրաստվել պատերազմի։ Եվ այստեղ այսպես ասած զինվորական ղեկավարության մեղքը շատ ավելի քիչ է, այստեղ քաղաքական պատվեր պիտի լինի։ Եթե պատվեր չկա, ինքնակորձունեությամբ չեն կարող սպասվել բանակի ղեկավարությունը։ Պարոն Սոֆյան, կներեք, բայց ես ինչ հիշում եմ, մեր ղեկավարությունը հնչեցնում է շատ հստակ, ընդ որում բոլոր ժամանակների բոլոր ղեկավարները, որ ուզում ես խաղաղություն, պատրաստվի պատերազմի։ Դա ամբողջը լոզունգներ են եղել, ես փաստացի մասին եմ խոսում, ավելի շատ ղեկավարությունը բանակը բահել է որպես մի միջոց երկիրը վերահսկելու, այլ ոչ թե մի միջոց երկիրը պաշտպանելու օդարից։ Եվ գալու էր դրամապանական այն բահը գալու էր, որտեղ որ մենք այսօր հասել ենք։ Այսօր արդեն հագարագործը գտել է այն բահը, որ պետք է մեզ ճնշի։ Եթե մենք պիտի շարունակենք օրը մեջ զոհ տալ եւ դարիների ընթացքում մենք մաշվել եւ իսպար վերանալ, այս երևույթի դեմ պետք է կանխվի։ Ինչքան կարելի է համբերել։ Եվ երբ ես ասում եմ, որ ունակ պետք է լինել հագարագործին հասկացնելու, որ դու պատրաստ ես նրան կապիտուլյացիայի ենթարկել, միայն այդ երևույթն իսկ արդեն կանխող է։ Այսինքն 94 թվականից առ այսօր դեղի ունեցող թվացial զինադատարը, այսինքն այստեղ պատմությունը, այսինքն թերությունը 94-ից է գալիս։ Զինադատարի պայմանակիրը, որ կնքվել է, դա նվաստացուցիչ պայմանակիր է մեր համար եղել։ Այսինքն մենք հաղթանակած գոմ ենք եղել։ Եվ հաղթանակած գոմ լինելով մենք կարող էինք, վստահ եմ, կարող էինք պայմաններ տնել, եթե զինադատարը խախտվի, ինչ իրավունքներ հայկական կողմը կարող էր ունենալ։ Այդ օրերին մենք ինչ թելաթրենք, դա էլ լինելու էր, որտեղ հակառակորդը կապիտուլյացիայի շեմին կանգնած էր, ես այդ օրերը շատ լավ եմ հիշում։ Դժբախտաբար ցավը այդ օրերից է գալիս։ Սակայն ինչպես ասեցի, այսօր քանի որ նաև աշխարհակահաղական ռեգիոնալ թոհուբոհի մեջ ենք մենք գտնվում, այսօր շատ լուրջ վտանգ կա մեր երկրի ինքնիշխանության իսպար գորուստի։ Եվ այս իմաստով, ինչպես իմ խոսքի սկզբում եմ ասել, միակ երաշխիքը, որ կարող է կանգնել, դա բանակն է։ Եվ հարձակումը այսօր բանակի վրա է, ոչ թե մեր երկրի վրա է։ Պարոն Սեֆիլյան,
Հասարակական բարքերը, որոնց մասին մենք այսքան խոսում ենք, ազդում է բանակի վրա, մարտունակության վրա։ Անշուշտ, գիտեք, նախկինում դարիներ առաջ շատ ավելի այսպես ցավակին էր ընդունվում, երևի 10-15 տարի առաջ, որ բանակի մասին մեկ չէ դերությունները մեկ չէ բարձրացնել, ճիշտ չի եւ այլն, ես կարծում եմ անցանք այդ անգրվանը։ Ես համոզված եմ, որ դերությունները պիտի բարձրացնել, քննադատել, ինչու՞ չէ, բայց դա չի թույլատնում բանակը։ Ոչ, երբեք։ Մանավանդ երբ որ կիսապատերազմական վիճակը։ Ոչ, երբեք թույլատնողը ավելի շատ առաջին հերթին երկրեն ներքին բարոյական մթնոլորտն է, գլխավոր թույլատնողը դա է, այսինքն երբ երկրեն ներս գոյություն ունի սոցիալական աներևակայելի, այսպես ասած, վի ժողովրդի եւ երկիրը կառավարող վայ քաղաքական խավի միջև, հենց այս վիհն է գլխավոր թույլատնողը բանակին։ Եվ ինչու՞ չէ նաեւ թույլատնող հանգամանքներից մեկը նա է, որ այսօր բանակեն ներս դժբախտաբար գա մի խավ, վերնախավ, գեներալիտետ, բացառություններ անշուշտ հարկելով, որոնք իրենց հորի парքերով, իրենց հորի նիստուգացով միայն ու միայն թույլատնում են բանակի բարոյական վիճակը։ Գուզեմ ասել այսօրվա քաղաքական ղեկավարությունը լինելով ապազգային, այդ ապազգային դարերը նաև парքերը ներթափանցել են բանակի ղեկավարություն դժբախտաբար։ Սակայն լավն այն է, որ այդ մարդիկ մեծամասնություն չեն կազմում, այսինքն այսօր բանակեն ներս եւ միջին մագարտագում չուչե նաև եւ վերնախավում կան ազգանվեր մարդիկ եւ ես համոզված եմ, որ ամենալուրջ պահին նրանք ճիշտ կգոհնորոշվեն եւ դեր կգանգնեն մեր երկրի իշխանության։ Եթե համեմատենք Հայաստան-Ադրբեջան ուժերի հարաբերակցությունը հրադադարի ժամանակ եւ հիմա, հարաբերակցությունը փոխվել է թե ոչ։ Անշուշտ փոխվել է ի վնաս մեզ։ Ինչու։ Առաջին հերթին բարոյական մթնոլորտը ինչպես ասեցի։ Այսինքն դուք իրոք կարծում եք, որ ադրբեջանական բանակում այսպես բարձր բարոյական մթնոլորտ է։ Չէ, այնտեղ միշտ գոյություն չի ունեցել առհասարակ բարոյական, այսպես ասած, դրական մթնոլորտ։ Այստեղ մինուսը մեր մոտ է տեղի ունեցել։ Այսինքն պատերազմի ժամանակ մեր մոտ մթնոլորտը շատ ավելի լավն էր, պատերազմի հաջորդող տարիներին եւս, սակայն շատ շուտ սկսեց այդ սրընթաց անկումը տեղի ունենալ, խավորպես ասացի, ինչ պատճառով։ Երկրի քաղաքական խավի ապիկար եւ ապազգային կորձունեության պատճառով այդ ամբողջը դեղի ունեցավ, սակայն այսօր հասել ենք մենք մի սահմանակից, որից ընկոմ, եթե մենք չստապվենք եւ չփորձենք կանխել այս ընթացքը, ապա անպայման որ հակառակորդը արդեն առավելություններ ունի մեր նկատմամբ։ Անշուշտ այստեղ զինվածության իմաստով եւս հակառակորդը քիչ տարբերությամբ չէ որ մեզնից առավել է, սակայն ինձ միշտ դա չի եղել վախեցնող։ Ինչու՞։ Որովհետև ես եթե այս դեպքում մենք խոսում ենք Ադրբեջանի մասին, ճանաչելով ադրբեջանական կողմին, իմանալով որ այնտեղ ըստ էության այնպես քանի որ նաև լինելով նաև այն հանգամանքից որ առասարակ այդ պետությունը հանրապետություն գոչեցյալ արհեստական հանրապետություն է, այդպես էլ այնտեղ չի կայանալու բարոյական իմաստով մարտունակ բանակ, այդպես էլ չի, այո, վարձկանների բանակ կլինի, սակայն ազգասեր բանակ, նվիրյալ, հողին նվիրյալ բանակ, այդպես էլ նրանք ունակ չեն կազմակերպելու։ Եվ եթե այդպիսին է, ուստի մնացյալ, այսպես ասած, առավելությունները հանգիստ կարելի է շրջանցել։ Ինչպես որ դեղի ունեցավ 92-94 թվականներին։ Այսօր էլ նույնը կլինի։ Այսօր իսկ ես համոզված եմ, որ մենք ունակ ենք Ադրբեջանին շատ կարճ ժամկետում ձունգի բերելու։ Գլխավոր պատճառը, որ այսօր առաջի գծում ի վնաս մեզ process-ներ են գնում, դա քաղաքական վերնախավին է։ Ես համոզված եմ, որ վերնախավից ցեպազատվելուց հետո շատ կարճ ժամանակում հանգիստ պայմանները ձևավորվելու առաջի գծում ես դրանում համոզված եմ։ Այսինքն այդ պոտենցիալը մենք այսօր ունենք։ Կարելի ասել Ադրբեջանը ակտիվացել է, որովհետև մենք թուլացել ենք։ Այո, մենք թուլացել ենք եւ հակառակորդը շատ լավ հետևելով մեր երկրներս տեղի ունեցող process-ներին եւ աշխարհակահաղական անցուդարձերին, նա օգտագործում է բահը։ Ինչու՞ չէ նաև այստեղ, ինչպես ես ասացի, քիչ առաջ վտանգը ԵԴՄ-ի հանգամանքը, որը ըստ էության ինչքան էլ որ ասեն քաղաքական ծրագիր չէ դա, քաղաքական միություն չէ դա անշուշտ անհետեթություն է։ Մենք հապկ անդամ ենք նաև։
Դա մի ագումբ է, զգացվում է, անշուշտ որ չի զգացվում, դա ամբողջ մեջքին կանգնած են այդպիսի միացյալ ռազմական ուժեր։ Երբեք չի կարող լինել, եւ հենց ամենակարևորը նաեւ այն է, որ մենք մեր ամբողջ կազմակերպվածությունը պիտի այնպես կառուցենք, որ մենք մեր հույսը պետք է տնենք մեր վրա։ Շատ անհեթեթ է, որ հույսեր գաբենք այս կամ այն այլ պետության զորքերի օգնությանը։ Ինչ է հուշում ձեր ռազմական փորձը, պատերազմ, լայնամասշտաբ, կսկսվի թե ոչ։ Ուրեմն վտանգ կա, կարճաժամկետ պատերազմի վտանգ ես զգում եմ։ Դժբախտաբար առաջի անգամն է, որ այս ամիսներին այդ վտանգը ես տեսնում եմ, եւ ես ուզում եմ զուգահեռներ անցկացնել պատմության հետ 1920-ականների թվական մենք հիշում ենք Կարսի անգումը, այն ժամանակ էլ մենք բավական լավ զինված էինք, ունենք կանոնավոր բանակ, եւ երևի հայոց պատմության մեջ միակ դեպքն էր, որ մենք հակառակորդին կերազանցում էինք ամեն ինչով, եւ քանակով եւ զինվածությամբ, համարի առանց կրակոցի այդ ամրոցը թողել դուրս են գել։ Ես դժբախտաբար այսօրվա մեր Արցախը նմանեցնում եմ Գարսին, եւ ուրեմն Գարսի անցնումից հետո ամիս անց տեղի ունեցավ Հայաստանի իշխանության իսպար կորուստը, խորհրդայնացումը։ Եվ միայն այդ ամբողջից հետո ամիսներ հետո տեղի ունեցավ ապստամբություն։ Ապստամբության գլխավոր նաև պատճառը նաև այն էր, որ բրգել հարյուրավոր մտավորականների, բրգել հարյուրավոր սպաների, որոնք պիտի կացինահարվեին, ինչու՞ չէ նաև բրգել հայկական մի հողադարածք, որի շնորհիվ ես կարծում եմ, որ նաև այսօրվա Հայաստանից գոյատևում է, ես նկատի ունեմ Սյունիք Զանգեզուրը։ Այդ ժամանակահատվածի տեղի ունեցած ես կարծում եմ, որ մեր համար պիտի դաս լինի, եւ մենք պետք չէ սպասենք այսօրվա մեր Արցախի անկման, մենք պետք չէ սպասենք այսօրվա Հայաստանի իշխանության իսպար հանձնման եւ նոր դրանից հետո ապստամբել։ Մենք պիտի դասը լավ քաղենք եւ տեղերը պիտի փոխվել այստեղ։ Սկսելու այսպես ապստամբության հանգամանքը պետք է բերել առաջ, այսինքն ապստամբելով ես նկատի ունեմ, ապստամբել ասելով նկատի ունեմ մեր ժողովուրդը, մեր քաղաքացիները պետք է կարողանան այնքան կազմակերպվել համապատասխան մեթոդներով, քաղաքացիական անազատության մեթոդներով այս ռեժիմից ցերպազատվելու խնդիրը օր առաջ պետք է դրվի։ Այս սրա անունը կտրվի ապստամբություն, սրա անունը կտրվի հեղափոխություն, ինչ ուզում են թողան։ Սակայն սա եթե մենք չկատարենք առաջիկա ամիսների ընթացքում, ես վստահ եմ, որ մենք պատմությունը կրկնվելու է եւ գիտեք ինչ, ամեն ժամանակ ունի իր ձևերը, այսինքն ես երբ խոսում եմ Գարսի անգում, դա չի նշանակում, որ անպայման Արցախը միանգամից դադարվելու է եւ ամբողջությամբ այնտեղից դուրս ենք գալու։ Ոչ, կարող է բադայի այսօրվա անորոշ կարգավիճակը Արցախի, հա, մանավանդ ԵԴՄ մտնելուց հետո այսօր օդի մեջ է գտնվում։ Հայտնի չէ ինչ է կարգավիճակը Արցախի։ Չի բացառվում, որ ամրագրվի Ադրբեջանի գազմի մեջ կարգավիճակը, որի արդյունքում ինչ որ ժամանակ հետո հայությունը ինքը կլքի երկիր եւ Արցախ եւ դուրս կգա։ Երբ ասում ենք ինքնիշխանության իսպար գորուստ, պայման չէ, որ այսօրվա Հայաստանը ՀՀ-ն նմանվի ասենք խորհրդայնացման ժամանակահատվածին եւ ասենք մտնի Ռուսաստանի գազմի մեջ։ Ոչ, այդպես չէ։ Ամեն ժամանակներ ունեն իրենց ցևերը, զորօրինակ մնալով հանդերձ, հա, մագի մեջ որպես դե յուրե պետություն, այսինքն ծածանելով հանդերձ մեր դրոշը այդ հաստատությունում, փաստացի մենք սակայն անկախություն չենք ունենալ, այսինքն ուղիղ կառավարումը լինելու է Կրեմլից։ Մենք այս երևույթը պետք է կանխենք հայերովս, առանց նայելու թե այսպես ասած մեզ ուղիղ կառավարողը ով է, որ գայսրությունն է, առանց հագատրվելու այսպես ասած հագա ինչ որ թիրքերից։ Մեր խնդիրն է մեր իշխանության դերկանգնելը, այլ ոչ թե որևէ օդար ուժ պիտի գա եւ մեզ պիտի փորձի օգնել կամ հուշել։ Եվ ամփոփելով խոսքս նորից եմ ուզում հասել, որ լուծումը այդ 3 քայլերի դեղերի փոփոխությունն է, որ առաջին պիտի չսպասենք մենք գորուստը Արցախի եւ դրանից հետո իսպար գորուստը իշխանության դրանից հետո նոր ապստամբենք, այլ ապստամբության կորզողությունը պետք է բերել առաջի պլան։
որին մենք լծված ենք, որին ամբողջությամբ այսպես ասած նպատակադրված է մեր շարժումը, որը մենք կոչել ենք 100-ամյակը առանց այս ռեժիմի։ Պարոն Սեֆիլյան, մենք տեսնում ենք, որ դինամիկ աճում է ադրբեջանական դիվերսիան, հա, եւ մենք տեսնում ենք, որ մեր զինված ուժերը կարողանում են շատ լավ պատասխան տալ, պատժիժ գործողություններ անել, մի խոսքով ռազմի դաշտում օգուտը մեր կողմն է։ Բայց մենք տալիս ենք մարդկային զոհեր, հա, տասնյակ արդեն մոտ զոհ այս տարի, անցած տարի, սա կարելի է հաղթանակ անվանել։ Անշուշտ որ ոչ։ Մի կողմից մենք իրոք մեր զինվորներին, մեր սպաներին անշուշտ նրանց առիությունը պիտի մենք ողջունենք, կաչալերենք, ամեն լավ խոսքերը ասենք, որտեղ դղաները այսօր առաջի գծում հերոսություն են։ Ինչ կա այսօր հերոսություններ է կատարվում, որ ես կարծում եմ ժամանակներ հետո կխոսվի այդ ամբողջի մասին։ Սակայն այս ամբողջը ի օգուտ մեզ համարել երբեք այդպես չէ։ Հենց այդ էր, որ ես ասում էի, կամ զինաթաթար կամ ոչ։ Այս գիսա վիճակը մեզ ցերնդու չի։ Մեր մի ամեն զինվորի կյանքը ես հագարագործի 1000 կյանքից չեմ փոխարինի։ Մենք այդ ռեսուրսը չունենք ժողովուրդ։ Մանավանդ ասում եմ ձեզ 94-ից մինչ այսօր ի վնաս դեմոգրաֆիական պատկերը, ժողովրդական պատկերը ի վնաս մեզ է գնում, հա, մեր երկիրը թադարգվում է։ Մի քանի տարի եւս եթե մենք խելքի չկանք, մենք նույնիսկ բանակը համալրելու հնարավորություն չենք ունենալու։ Եվ ասելու են ահավասիկ դուք երկիր կառավարելու ունակ ժողովուրդ չեք, ուրեմն այս կամ այն գայսրության ենթակայության տակ պիտի լինեք։ Հիմնավորելու են դա իրենք։ Եվ ես վստահ եմ, որ եթե մեր նման ուժ ձևավորված չլիներ, նույն այս քաղաքական վերնախավը գալու է մի բա, ելույթով հանդես գալու ասելով, որ ժողովուրդ մենք այլևս ունակ չենք, ուզում եք ամեն օր զոհեր ունենանք առաջի գծում, ուրեմն եթե ոչ, եկեք հանձնվենք եւ զիջենք, այսպես անենք, այնպես անենք եւ կարևորը այստեղ կարևորը այսօրվա խավը մտածում է ինքն իր շահերը պաշտպանելու մեջ, այլ ոչ թե երկրի շահերը պաշտպան։ Այսինքն այստեղ ամենավտանգավոր երևույթներից մեկը հենց նաև դա է, այնպիսի խավ է կառավարում երկիրը, որ ինքը ամեն օր զբաղված է ինքը իր շահերը սպասարկելու իր շահերի մասին մտածելով եւ նրանց շահերը եւ մեր ժողովրդի եւ մեր երկրի աբակայի շահերը երբեք ոչ միայն չի համընկնում, այլ նաև հագատրվում է եւ ամբողջ վտանգը սրա մեջ է, պատմության մեջ էլ այսպես եղած է։ Ի շահ կառավարող խավի մենք հանձնել ենք երկիրը օդարին։ Մենք այսօր շատ նման է այդ վտանգավոր օրերին եւ նաև դա է պատճառը, որ այսօր մենք ցերնարգել ենք մեր շարժումը, դա է պատճառը, որ մենք ամսի 31-ին ուղևորվելու ենք դեպի Արցախ, այս վտանգը այնտեղ դեղում ժողովրդին երազեկելու, շփախտապար այնտեղ ինչ որ մթնոլորտ է ձևավորել դեղի ադմինիստրացիայի կողմից, որ նրանք պետք չեկան, նրանք գալիս են խառնակցություն առաջացնելու եւ այլն, ես արդից օգտվելով ասեմ, որ այդպես բան չի գա հարկելի Արցախապնակ հայություն, մենք գալիս ենք ընդամենը մեր գարձիկը բարձրացնելու, այո մենք գիտենք, որ 20 տարի է այսօր Ստեփանագերդում արգելված է բարձրացան գարձիկ հայտնելը, մենք գալիս ենք այդ դափում փշրելու, Արցախը Հայաստանը եւ վերջ։ Արցախ ընդամենը մի մարզն է Հայաստանի Հանրապետության։ Այդ չայլամի քաղաքականություն մի դնել մի կողմ եւ վտանգը պետք է զգանք միասին եւ այստեղ Արցախապնակ հայության թերակատարումը ես շատ մեծ եմ տեսնում։ Այսինքն երբ մենք ասում ենք ապրիլ 24-ից սկսում ենք process-ը այս ռեժիմի ցերպազատման, այս ամբողջի մեջ պիտի ներգրաված լինի նաեւ Արցախապնակ հայությունը։ Եվ ասելով որ այսպես ասած խառնվելու կարիք չկա, ոչ մի խառնակցություն չի լինելու, մենք գալու ենք մեր խոսքը ասելու ենք եւ վերադառնանք Երևան։ Պարոն Սեֆիլյան, Պաշտպանության նախարարը վերջերս հայտարարեց մի տակտիկական փոփոխության մասին, նա ասաց, որ այսուհետև սահմանային գծում միջին խավի հրամանատարներին ազատություն է տրվելու, ստեղծագործական եւ այլն։ Դա ճիշտ քայլ է համարում։ Այսպես ասած գարաժամկետ իմաստով ճիշտ քայլ եմ համարում, բայց ես նորից ուզում եմ վերադառնալ։ Այն մարտավարությունը, որ այսօր դեղի է ունենում, դա միայն ի վնաս մեզ է։ Այո, բանակը նա ինչ խնդիր որ դրվում է, սակայն այս մարտավարությունը ես համարում եմ սխալ։ Եվ ասեցի ինչ տեղի պետք է ունենա։ Ես ճիշտ եմ հասկանում, որ դուք գտնում եք, որ մենք պետք է հարձակվենք Ադրբեջանի վրա։ Ուրեմն մենք առաջին հերթին հնարավորինս շուտ այս քաղաքական խավից պիտի ցերպազատվել։
պիտի երկրի ղեկին լինի այնպիսի քաղաքական խավ, որ ասեցի, հագարագործը պիտի իմանա, որ մի գրագոցի դեպքում հնարավոր է այնպիսի հագահարված, որը նույնիսկ կարող է հասնի պատերազմի, եւ պատերազմից պետք չէ վախենալ։ Սակայն այսօր երբ հագարագործը գիտակցում է, որ այսօրվա քաղաքական խավը պատերազմից վախենում է, դա է պատճառը, որ լեկտիացել է, եւ այսօր Ալիևների համար նրանց համար իրենց զինվորների կյանքը արժեք չունի, բայց մեր համար արժեք ունի։ Եվ այսինչ կատարվում է այսօր իվնասմեսը, ուստի նախ եւ առաջ պիտի փոխեր քաղաքական խավը, եւ այստեղ բանակը ունի իր դերակատարությունը։ Ես այստեղ հեղաշրջման, այսպես ասած, դասական կոչ չեմ անում։ Ես այստեղ կոչ եմ անում բանակի այսպես ասած զսպվածության այն իմաստով, որ առաջիկա ժամանակահատվածներում ուշ թե շուտ մեր ժողովուրդը ոտի է կանգնելու։ Ես մեր շարժման արդյունավետությունը վրա կասկած չունեմ։ Ես չեմ կասկածում, որ մեզ հաջողվելու է ժողովրդի մի հատվածի մոբիլիզացնել եւ գամ կբարդատրել այս քաղաքական խավի հերացնալը։ Այստեղ է որ նաեւ բանակը իր դերակատարումը ունի։ Բանակը պիտի լինի միայն ու միայն ժողովրդի կողքին։ Ես սրանում չեմ կասկածում։ Եվ ինչքան շուտ բանակը ներքաշվի ի օգուտ ժողովրդի process-ին, այնքան շուտ կցերպազատվենք այս քաղաքական խավից։ Եվ իրոք դրանից հետո կլինի խաղաղություն մեր սահմաններում։ Պարոն Սեֆլյան, այսօր ԵԱՀԿ Մինսկի խումբը Ադրբեջանի արգոսնախարարի հետ հանդիպումից հետո հայտարարություն տարածեց, որտեղ կարելի է ասել պատմության մեջ առաջին անգամ պարիտետը խախտվում է։ Նրանք ուղղակի կոչ են անում Ադրբեջանին հետևել հակամարտության խաղաղ կարգավորման գործում ստանձնած պարտավորություններին։ Ինչով է բացատրում այս պարիտետի խախտումը, որը իրոք աննախադեպ բան է։ Ուղղակի արդեն մեղադրանք են հղում Ադրբեջանին։ Այո, ես ուզում եմ կապել տամփողջը նորից 100 տարի առաջ ինչ տեղի է ունեցել, այսինքն մենք ականատեսն ենք եղել ռուսական զորքերի դուրս բերումը Հայաստանից, հետո վերադարձը Ադրբեջանով 20 թվականին։ Դա ինչ կապ ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ։ Ես այսօր որ մենք հետևում ենք անցուդարձերը, նույն Գյումրիի դեպքը, որը ես վստահ եմ, որ դա սոսկ լոկ ոչրակորձություն չէ, դա հապեկչություն էր։ Ես վստահ եմ, որ դա քաղաքական ենթատեքստ ունի, բայց երբ է բացահայտվելու, բայց ես դժվարանում եմ ասել։ Այս հագարուսական ինչ որ չափով հիստերիան, որ սկսվել է, ես դա եւս պատահական չեմ համարում։ Ուզեմ ասել, այսօր կա վտանգ պատերազմը սկսելու, այո։ Եվ եթե Ադրբեջանը Հայաստանի վրա պատերազմ հայտարարի 102-րդ բազայի արգայության դեպքում դա անհետետ է, այսինքն հնարավոր չի այսօր Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա եւ 102-րդ բազան մեզ չպաշտպանի, այսպես չներքաշվի, այսինքն Ռուսաստանը չներքաշվի մի պատերազմի ընդդեմ Ադրբեջանի, բայց մենք գիտենք այն դեպքում, որ այսօր Ռուսաստանը ինչպիսի ճնշումներ է բանեցնում Ադրբեջանին համոզելու, խնդրելու, բարդատրելու, գաշարելու, ներկաշելու նրան ԵԴՄ։ Եվ այս հատվածում ես այդ վտանգը տեսնում, այսինքն չի բացառվում, որ այո կրկնվի 17-20 թվականների գործընթացը։ Զորքերը դուրս բերում, հետո նորից Ադրբեջանով մուտք գործեն Հայաստան եւ այդ ուղիղ կառավարումը հաստատվի։ Այդ վտանգը կա եւ մտահոգիչ է Մինսկի խմբի այս աննախադեպ հայտարարությունը, մի կողմից մտահոգիչ է, մյուս կողմից կարծում եմ նաև զսպիչ է, որովհետև քանի որ այդ երիակում կան նաև արևմտյան կարևորագույն կողմերը, աշխարհակահաղական կողմերը, ես կարծում եմ, որ հնարավոր չուն գա խուսափելու պատերազմից եւ զսպելու։ Ինչու՞ չէ նաև ի դարբերություն 20-ական թվականների այսօր մեր ռեգիոնում ավելացել են գլխավորապես երկու ուժերի ներքրավում, դա ես նկատի ունեմ առաջին Չինաստանին եւ իմաստնավոր է Իրանին։ Այսինքն մենք գիտենք 20-ական թվականներին Իրանի վիճակը ինչպիսին էր, սակայն այսօրվա Իրանը լինելով կայսրություն, նա ես չեմ կարծում, որ թույլ կտա այս հատվածում լինի այդպիսի խառնակություն։ Ուզեմ ասեմ աշխարհակահաղականորեն մենք նպաստավոր պայմաններում ենք գտնվում զսպելու պատերազմը կամ զսպելու մեր երկրի իշխանության կորուստը։ Մենք այդ աշխարհակահաղական անցուդարձերը ի նպաստ մեզ է, սակայն դա ամբողջը փուչ դուրս կգա, եթե մինչ այդ մենք չձևավորենք մի քաղաքական խավ, որը երկրի ղեկը վերցնի իր ցերկը եւ
օգտագործելով դեղի ունեցած անցուդարձերը ռեգիոնում միայն ու միայն օգուտ կկաղենք։ Կուզեմ ասել, մինչև այն ժամանակ, որ այս ռեժիմն է, մինչև այն ժամանակ, որ այս քաղաքական խավն է, վտանգը շատ մեծ է եւ բادرազմի եւ դարաբնույթ այդպիսի բաների։ Շնորհակալություն, պարոն Սեֆիլյան։ Շնորհակալ եմ։ Սելի հերթայտողներ կրկին անգամ շնորհավորում ենք բանակում ծառայող մեր երիտասարդներին, սպաներին, հրամանատարներին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր ծառայել են բանակում եւ գիտեն բանակի քաղցրությունն ու դառնությունը, մենք հանդիպենք ցտեսություն։ Հաղորդման գլխավոր գործընկեր Vivacel MTS։ Հաղորդման հովանավորն է Semur & Co ընկերությունը։ Semur & Co. Հայտնի անուն հայկական շուկայում։ Ցինկապատ եւ գունավոր տանիքի բարձրորակ ծածկեր, մետաղական կղմինդրներ, նորագույն տեխնոլոգիաների եւ ծառայությունների անընդհատ ավելացող ցանկ։ Semur & Co. խանութների ցանց։ Ուշադրություն, այսուհետ ձեռք բերեք տանիքի համար անհրաժեշտ բարձրորակ շինանյութ մեկ վայրից։ Իսկ մեր մասնագետները 0-ից մինչև վերջ իրականացնեն չափագրման, տեղադրման եւ մոնտաժային ողջ աշխատանքները։ Semur & Co. Լավագույն թիթեղները ձեր օջախի համար։